Երեկոեր 7-10 կողմերներ։ Սաթենիկը հյուր էր եկել քրոջ տուն, պատրաստվում էին երեխաների հետ զբոսանքի դուրս գալ։ Երեխաները որոշել էին 10-րդ հարկից ոտքով իջնել, իսկ մեծահասակները վերելակով։ Մենք էլ սպասում ենք լիֆտին, 3 մեծերով, ես, քույրս ու հարևանուհիս։ Սպասում ենք իջավ լիֆտը, վերևից իջավ։ Երկու տղամարդ մեջը կային արդեն, մեկը Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ, մեկը մի հատ ուրիշ տղա էր, շենքի բնակիչը։ Մենք նստեցինք, դուրը ոնց որ լրիվ չփակվեց ինքը ու սկսեց իջնել։ Վերելակի սովորական ընթացքը մի քանի վայրկյանում վերածվել է մղձավանջի։ Սաթենիկն ասում է, սկզբում ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Բոլորը հետևում էին հարկերի ցուցիչին, փորձելով հասկանալ, թե ինչու է վերելակի ընթացքը փոխվել։ Ասացինք, ես ինչ եղավ։ 8-րդ հարկում մի տեսակ ինքը տոլի թափ տվեց, տոլի կանգնեց, տորմուզի նման ինչ-որ մի բան ու всё, մենք հասկացանք, որ արդեն ինչ-որ մի տեղ ենք, ինքը դփած ընկավ խորանը։ Առաջին վայրկյաններին Սաթենիկն ու մյուս ուղևորները նույնիսկ չեն հասկացել, որ արդեն հասել են հորանին, կարծել են պարզապես մնացել են հարկերի միջև։ Ինձ թվաց, մենք ինչ-որ մի հարկերի արանքում կանգնել ենք, որովհետև այս լիֆտը այդ ժամանակահատվածում չի հասնում առաջին հարկ։ Ինքը դանդաղ է իջնում։ Դուրը բացեցինք այդ ներսից արդեն, որ տեսնենք ուր ենք, բացվեց ինքն իրան, հեշտ բացվեց։ Ես տեսա, որ ինչ-որ տեղ է, որ մենք կարանք դուրս գանք այդտեղից արդեն։ Ես դուրս եկա առաջինը որ դուրս եկա, զգաց դե մութ, պատվալ, զգացեց, որ պատվալ է։ Պատմում է, ամենամեծ վախը ոչ թե հարվածն էր, այլ այն, որ վերելակը կարող էր կրկին շարժվել։ Ամենակարևորը իմ համար, որ մենք օդում կախված չէինք։ Ես դրանից էի վախենում։ Ինձ թվաց, մենք ինչ-որ մի հարկերի արանքում տենց դփալով կախվեց ու ես չգիտեի, կարող այս շարունակեին գնել կամ չգիտեմ, ինչ-որ մի բան։ Վերելակում գտնվողներից մեկի Ռուսաստանի քաղաքացի Սերգեյի ծունկն ուժեղ հարվածից լրջորեն վնասվել էր, պատմում է Սաթենիկը։ Նկարահանող խմբին նրան տեսնել չհաջողվեց, դուռը բացող չկար, իսկ մյուս բնակիչը, որը ևս վերելակում էր, ասաց. Բարև ձեզ, կներեք չեմ ուզում խոսամ շատ վատ եմ ինձ։ Դուք տուժածներից եք։ Տուժածներից եմ, չեմ ուզում ընդհանրապես խոսել։ Դեպքից հետո տուժածներին շտապօգնության և համատիրության նախագահի մեքենայով տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Բոլոր 4 տուժածներն անհրաժեշտ բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Ռադիոլուրին տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը։ Շտապօգնությունով բերվել են քաղաքացիներ 4 հոգի, որոնք ըստ իրենց հայտնած տեղեկություններով վերելակի մեջ են եղել, որը նույնպես ըստ իրենց հայտնած տեղեկություններով 8-րդ հարկից խորխափանում է եղել, վերելակը իրենց ասելով ընկել է ներքև, բայց որևէ մեկի մոտ լուրջ վնասված չկար, 3-ի մոտ քերծվածներ, մեկի մոտ ակնգային հոդի հոդախախտ, որը ուղղվել է եւ հիվանդների ամբուլատոր կարգով առաջի օգնությունը ստանալուց հետո ուղարկվել են տուն։ Դեպքից ժամեր անց վերելակը կրկին շահագործվել է, սակայն քաղաքացիները վախենում են դրանից օգտվել։ Իհարկե ոչ, ոնց կարանք մենք այս վերելակից օգտվենք, եթե 2 օր առաջ հայտնվել ենք նկուղում։ Իհարկե ոչ, չենք օգտվում։ Սիսակյան 22 շենքը նորակառույց է, շահագործվում է 2013-ից, վթարային բնակարանների վերաբնակեցման ծրագրով։ Բնակիչների խոսքով վերելակի խնդիրները նոր չեն, նրանք պնդում են, որ խափանումները պարբերական են, բազմիցս դժգոհել են պատասխանատուներին։ Բնակիչ Սուսաննա Օնջյանը պատմում է, դիմել է թաղապետարան, սակայն պատասխանել են, որ վերելակների սպասարկումն իրենց լիազորությունը չէ, պետք է զբաղվի համատիրությունը։ Նրա խոսքով միայն վերջին 1 ամսում վերելակը 2 անգամ շարքից դուրս է եկել, թեև ինքն այս շենքում բնակվում է ընդամենը 1 տարի, ասում է, հարևաններից բազմիցս լսել է, որ նման դեպքեր նախկինում էլ են եղել։ Եղել է, դե 11 տարի, այնչա, չգիտեմ է շենքը ինչքան է, արդեն քանի անգամ տենց եղել է, դեպքեր եղել են։ 8-րդ հարկի բնակիչն ասում է, այլընտրանք չունի, վերելակ նստում է, բայց շարունակ վախով։ Ինչ անենք, ճար չկա։ Որ հարկի բնակիչ եք։ Ես 8-րդ։ 8-րդ։ Ոտքով գերադասում եք վերելակով, քան ոտքով։ Հա։ Ինչպես կարող էր նման դեպք պատահել։ Համատիրության նախագահ Արսեն Պողոսյանի վարկածով վերելակն իրականում չի ընկել հորանը։ Նրա խոսքով շարժման ընթացքում այն պարզապես կտրուկ արագություն է հավաքել։ Եթե վերելակն իսկապես ընկներ, ասում է, ողջ մնալը հրաշք կլիներ։ Ու այդ որ ասում են վերելակը ճոպանները փոխվեց, ընկավ,
սաղ մնացին, այս մի քիչ համելուկ է, էլի, այտենց բան չի կարող լինի, եթե վերելակը պոկվի ընկնի, տեսել եք ոնց է լինում։ Իսկ եթե այդ լիֆտը պոկված լիներ, կարար ինչ-որ մեկը սաղ մնար, ողջ մնար, չէր կարող, չէ, երևի, որովհետև այդ մի քանի տոննայանոց խցիկը իր մեջի մարդկանց քաշնել հետը, պետք է ասենք դրա մեջ ողջ մնալը հրաշք պետք է լինի։ Համատիրության նախագահի խոսքով վերելակները խնդիրներ ունեցել են դեռ տեղադրման պահից։ Խցիկի չափերը չեն համապատասխանել հորանի չափերին։ Այդ դեպքում ինչու դրան շահագործումը չի կասեցվել, առավել ևս, որ Սիսակյան 22-ի 3 մուտքերի վերելակները պարբերաբար անցել են տարեկան տեխնիկական փորձաքննություն և ստացել շահագործման դրական եզրակացություն։ Այս տարի համատիրության միջոցներով նաև փոխվել են վերելակների ճոպանները, իսկ դրական եզրակացություն ստացած վերելակը շահագործել ըստ նախագահի համատիրությունը չէր կարող։ Վերելակը խնդիր չի ունեցել, վերելակը հաջորդ օրվանից մի անգամ էլի փորձագետները եկել նորից նայել են ու հաջորդ օրվանից վերելակը աշխատել է։ Վերելակի խնդիրը եղել է ծանրաբեռնվածությունը, որ իր նախատեսած քաշից ավել մարդիկ են եղել։ Նոր վերելակներում տեղադրված տեղեկատվական ցուցանակի վրա թույլատրելի բեռնատարողությունը նշված է 1000 կիլոգրամ, սակայն համատիրության նախագահը վստահեցնում է, այդ թիվը չի արտացոլում վերելակի իրական հնարավորությունները։ Դե այդ գրածը, ասենց ասեմ ձեզի, այդ վերելակը вообще-то հանձնած է որպես 800 կիլոգրամ, բայց իր աշխատանքային բեռնվածությունը առավելագույնը 400 կիլոգրամ է, 400 էլի շատ եմ ասում, որովհետև վերելակը ի սկզբանե տեղադրած է եղել ոչ իր չափերին համապատասխան։ Համատիրության նախագահը նաև ցույց է տալիս տեսանյութեր, որտեղ նրա խոսքով երևում է, թե ինչպես են որոշ բնակիչներ վնասում վերելակի դռները, ամեն անգամ դրանք վերանորոգվում են բնակիչներից հավաքված գումարներով։ Սակայն միջադեպից հետո գլխավոր հարցը մնում է անպատասխան։ Եթե վերելակի վրա նշված է 1000 կիլոգրամ թույլատրելի բեռնատարողություն, ինչպես կարող էր ընդամենը 5 անձը համարվել գերծանրաբեռնվածություն։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է բազմաբնակարան շենքերի հին ու խարխուլ վերելակների փոխարինման ծրագիրը։ Քաղաքապետարանի տվյալներով մինչ այժմ փոխարինվել է 2560 վերելակ, փոխարինման հերթում է ևս 1822-ը։ Աիդա Ավետիսյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։